Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտող, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում։ Մարդու մոտ ամենատպավորիչը մշտապես եղել են աչքերը եւ հայացքը։ Դրանք արտացոլում են մեր ներքին հուզական վիճակը, հոգեվիճակը, տրամադրությունը։ Իհարկե, հուզական վիճակն ու տրամադրությունը կարող են կառավարել մենք ինքներս, չնայած եւ արտաքին հանգամանքներին, սակայն հայացքը մենք ոչինչ չենք կարող անել, բայց դա հաջողվում է շատ հայտնի լաշմեյքերներին։ Այսօր զրուցելու ենք նրանցից մեկի, Հայաստանում բավականին մեծ հեղինակություն, հայտնիություն եւ սեր վայելող Սուսի Լաշի մասին։ Ես այսօր ոչ միայն հարցազրույց կունենամ Սուսիի հետ, այլև կտեսնեք, թե ինչպիսի հայացք ես կունենամ Սուսի Լաշի մոտ պրոցեդուրա անցնելուց հետո։ Կհամեմատենք այն նաև նախքան պրոցեդուրան։ Դե ինչ, գնացինք միասին։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտող արդեն ներկայացրեցի, թե որտեղ եմ ես գտնվում եւ բոլոր աղջիկներին իսկապես շատ հետաքրքիր է, թե ով է Սուսի Լաշը։ Կին աղջիկ, ով փոխեց շատ կարծրատիպեր, ով իր մտահղացումով նորություն բերեց գեղեցկության բյութի ոլորտին եւ իհարկե ասեց իր նոր խոսքը, նոր ասելիքը։ Այլ մանրամասներ նույնպես սիրով ներկայացնելու են եւ սիրով զրուցելու եմ եկել հենց Սուսի Լաշի ստուդիա գեղեցկության այս գեղեցիկ էսթետիկ սրահ եւ Սուսի Մանուկյանի հետ խոսելու ենք թարթիչների լիցքի հետ կապված բոլոր մանրամասների մասին, ինչպես նաեւ Հայաստանը միջազգային արենայում ներկայացնելու նրա մեծ ձեռքբերումների մասին։ Բարև Սուսի։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ Մեդինֆորմի զրուցակիցն եք եւ այսպես մինչ անցնելը մեծ հաջողությունների եւ իհարկե տարբեր թեմաների կցանկանայի խոսենք այն միֆերի մասին, թե որքանով են թարթիչները իսկապես վնասվում լիցքերից հետո։ Իրականում, եթե տեխնիկան գրագետ արվի եւ լավ նյութերով, նման խնդիր երբեք ոչ մի հաճախորդ չի առաջվի, բայց կան մասնագետներ, որ նյութերին այդքան էլ տեղ չեն տալիս կամ սխալ ձևով փակցվում թարթիչի վրա ու բնականաբար դա վնասվելու է եւ թափվելու է։ Ես միշտ որ ինքս հաճախորդին ասում, չի վնասում, հանգիստ պարկեք, ինքս ինձ ասում եմ, բայց մի րոպե, պետքա ճիշտ անեմ, որ չվնասվի։ Ու եթե իրականում գրագետ աշխատելու դեպքում նման խնդիր բացարձակ չի լինի։ Ավելի կարևոր է տեխնիկան, մասնագետի հմտությունը, թե բարձրակարգ նյութերը։ Երկուսն էլ, երկուսն էլ դու կարող ես լավ տեխնիկա ունենաս, բայց 60%-ով աշխատես ու վնասես աչքը, որովհետև մենք հենց աչքի հետ գործ ունենք։ Մի փոքր մոտ կոպին կպցնեն, վերջ այտուցն ու ալերգիան պատրաստ է։ Դրա համար պետք է։ Այո։ Այս շատերը կարծում են, որ թարթիչները վնասվում է եւ կարելի է սևաներկ օգտագործել, բայց մասնագետների մի խումբ էլ պնդում է, որ մշտապես սևաներկ օգտագործելը նույն տուշ, այո, ռուսերեն տարբերակով ասեմ, օգտագործելը չորացնում է թարթիչները, իսկ երբեմն առիթից առիթ արհեստական փակցված թարթիչները նույնպես պոկում են, վնասում են։ Այս դեպքում երևի թե լավագույն տարբերակը մնում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կատարել երկարեցում լիցք։ Ինչով եք դուք համամիտ այս տեսակետի հետ։ Իհարկե, ես կողմնակից եմ լիցքին։ Ես կողմնակից եմ լիցքին, որովհետև նորից եմ ասում, եթե այնքան տեսակներ կա լիցքի, շատ են իրանք, ու եթե մարդ սիրում է այդ տուշ ասվածը, հենց հատուկ լիցքի տեսակ կա, որ այդ էֆեկտը տալիս է իրենց էլ։ Ինչ կարտոն է տուշի վրա։ Թաց էֆեկտը, մասկարա էֆեկտ, հենց ինքը տուշի անունով որ կա, բացարձակ չի տարբերում կսված տեսքից։ Գիտեք, սկզբում երբ նոր այսպես դարձավ թրենդային թարթիչների արհեստական սերտաճեցումը, երկարեցումը, թվում էր դա միայն ունի մեկ ձև, այնուհետև դուրս եկան տարատեսակ ձևեր, իսկ դուք ստեղծեցիք ձեր սեփական ձևը, որը եւ դարձավ ձեր հիմնական լոգոտիպը եւ նաեւ դիմագիծը։ Խնդրեմ ներկայացրեք այդ մտահղացումը ինչպես առաջացավ, արդյոք այստեղ կրեատիվության ծնունդ էր այս ամենը։ Իրականում այն որ կյանքը շատ հետաքրքիր է դասավորվում, դա այն պարագայում է լինում, երբ որ ես սովորական ստանդարտի լիցքեր էի անում, բայց բազում անգամներ վերապատրաստվում էի, ամեն անգամ վերապատրաստելու մտածում եմ այս մեկի մոտ կգնամ ինչ-որ մի նոր բան կսովորեմ, ձեռագիրս փոխվում էր, բայց այն ինչ որ ես ուզում էի չէի ստանում, հետո ես հասկացա, որ մեկը նույն մազով ենք աշխատում, դա ես միևնույնն է չեմ ստանալու, ոնց էլ փակցնեմ։ Ու փորձը ձեռք բերեց նրան, որ պետքա նոր մազի արտադրություն լինենք, չնայած որ սենց հիմա խոսում եմ, ասում եմ այն ժամանակ ես երբեք չէի հավատա, որ ես իմ բրենդը կունենամ։
Ու այդպես իմ եղբոր շնորհիվ կարող եմ ասել, որտեվ Կորեայի հետ կապերը, հա, ես ինքս մի քիչ դժվար կանեի, բայց ինքը որ ասեց ոչ անելու են քո համար դա, ու սկսեցինք արտադրության փորձերը տարի ու կես տևեց, մինչև մենք ստացանք այն մազը, որ ես ուզում եմ ստանդարտից դուրս մազ, որ նման լինի համ մեյքափի թարթիչին, համ բնական, որ չտարբերվի, ու դու դրանով կարող ես ինքդ իմպրովիզ անել, խիտ անես, լուչերով անես, նոսեր, կլասիկ, ինչ էֆեկտ ուզես, դու այդ մազով ստանում ես ու իրանք շատ բարակ են, Մերիջան, այդ մազի շնորհիվ է, որ ուզում ես 20 օր ինքը տարբերվեց, սկզբից մեծ քննադատության առաջ կանգնեցի ես, բոլորը սենց հարկ էին համարում այդ նկարները դնեն, ասեն, «Ինչ փնտի գործակարճ ու երկար խառը», բայց 1 տարի անընդհատ հաճախորդին անելով ու նկարելով, այսօր ինքը դառավ թրենդ։ Եվ ընդօրինակում են արդեն։ Միանշանակ, դե այդքան չի ստացվի, որովհետև միևնույնն է, նորից եմ ասում, ստանդարտի մազով դա չեն կարող ստանալ, բայց փորձում են, բայց այն ինչը քննադատել են, հետո մտել են իրենց թրենդի մեջ։ Այ կա տեսակ այդ բնական մազեր, ենթադրենք նշում են կզակիցի մազ եւ այլն տարբեր բնական մորթիների։ Սա որքանով է ճիշտ Սուսի։ Դա միֆ է։ Իրականում թարթիչի բոլոր մազիկները դա սիլիկոնովի վերամշակված մազեր են։ Ուղղակի կա լավ որակ ու վատ որակ, ասենք կա պրեմիում կարգի մազեր ու կա հասարակ, որը գնով է տարբերվում։ Թե չէ որ ասում են նորկայի մազ, դա ուղղակի մազի փափկության տարբերումն է, լեքսիկոն այդպես, թե չէ ինքը բնական մազ չունի։ Այո, դուք մինչ այս ամենը ստեղծելը երբևէ աչքի ընկել եք լավ նկարելով կամ արվեստի մոտ լինելով, քանի որ հետաքրքիր է, որ թարթիչը միապաղաղ լինելով կարող է այսպիսի թրենդի հասնել եւ նոր ձևեր ստեղծվել։ Նկարելուց հեռու չեմ, ստացվում է, սիրուն եմ նկարում, բայց չեմ պատկերացրել։ Հետո ասում եմ, ստացվեց աշխատանքի հետևից, ես իրան վերածեցի իրոք արվեստի։ Ես նույնիսկ ամեն հաճախորդին ես ուղղակի լիցք չեմ անում։ Ես նայում եմ իր դեմքին, տեսնում եմ իր աչքերը ոնց է ու ասում վերջ իրա սա է պետք։ Այդ հարցը ինձ նույնպես հետաքրքրում էր, թե արդյոք աչքի կառուցվածքին համապատասխան եք ընտրում, թե ստանդարտ ենթադրենք 4-5 տեսակ եւ առաջարկում եք որևէ մեկ։ Չէ, ես հենց հաճախորդը մտնում աներս, ես սպասասրահում, ես փորձում 10 րոպե գոնե նստեմ իր այդ, ինչքան էլ ինքը շտապի։ Մինչև ինքը իր սուրճը խմա, ես արդեն իրան լիցք կարած արդեն տեսնում եմ։ Այդ դա է շատ հետաքրքիր ինձ մոտ, որ կապ չունի ինչ լիցքով, ինչա ուզում ինքը, ես ասում չէ, ես դա քեզ չեմ անելու։ Ունեք բազմաթիվ լիցքեր, այ հեռուստադիտողին էլ ցույց տամ, արդեն Սուսին նաև ունի իր կատալոգը, այստեղ ներկայացված են իհարկե տարբեր թարթիչների տեսակներ, դուք կարող եք նույնիսկ գալ պատկերացնել, ընտրել, ոչ թե պարզապես լսել, թե որ լիցքը ինչ է նշանակում, ինչպիսի տեսք ունի, այս բոլոր տեսակներով հանդերձ կա մի լիցքի տեսակ, որ ավելի հոգեարազատ է ձեզ։ Մեջիկը։ Բոլորին շատ սիրում են, բայց մեջիկը ոնց է որ քո ստեղծածն է, ու դու իրենց ես փափագում, աճացնում ու հասցրել ես արդեն միջազգային շուկա, որովհետև այսօր շատ չեմպիոնատներից երբ որ ինձ հրավեր է գալիս, նույնիսկ իմ աշնանս նայեք, հեսա մեջիկի նկարն են ուղարկելու ու գրում են կլինեք սպիկեր այս տեխնիկայով, գրում են ոչ դա ուսուցման մեջ չկա։ Շատ լավ, քանի որ այսպես խոսքը գնաց նաև միջազգային արենայում Հայաստանը ներկայացնելու մասին, դա կարծում եմ մեծ պատիվ է Հայաստանի համար, քանի որ մենք բյութի ոլորտում երբևէ չենք ունեցել Հայաստանի մասին խոսող որևէ акցենտավորում։ Խնդրեմ ներկայացրեք ինչ զգացողություն է դա եւ արդյոք միջազգային արենայում նույնպես ձեր հեղինակային այդ մեջիկ տեսակը արժանանում է շատ տարբերվող տեսակի գնահատանքի։ Ուրեմն միջազգային հարթակում մենք եղանք OMC Փարիզյան մրցույթում, որտեղ իմ աշակերտներն էինք նաև ներկայացրել ու կատարել ենք շատ արտահայտիչ ինքը ամբողջությամբ ոնց ասեմ արվեստի գործեր Արայիկ Աբաջյանի, Սեդրիկ Ամբարյանի հետ ու մենք այդ ընդհանուր կերպար էինք ստեղծել, որ պետք է համապատասխաներ եւ լիցքի մրցույթի պահանջը դա էր։ Պետք է լեր ավելի քան 5 գույն, պետք է կերպարին համապատասխաներ ու մասնակցում են ավելի քան 90 երկիր, որտեղ տեղադրված էր ամեն մեկից 1000 աշխատանք կար, մենք ներկայացրել էինք միայն թարթիչ։ Ու այդտեղ մենք ներկայացրեցինք 5 աշխատանք։ Ընտրվեց 6 լավագույնը, որտեղից 3-ը մերն էր։ Yes, I know. Lilith Bugaisyan from Armenia. Then from Armenia again, Ruslan Avargonian. Այդ
սպասված հաղթանակ էր իրականում։ Այս տարի նույնպես պետք է մասնակցենք սեպտեմբերի 13-ին, բայց արդեն ավելի շատ մասնակիցներով պետք է ներկայանանք ասված մեզ հետ։ Իսկ նոր տեսակ մտածում եք մինչ այդ կմտածեք հնարել։ Ես ինչ հարց տվեցիք։ Այս հարցը այո, դուք փակագծերը բացեցիք։ Ես էլ կկիսվեմ, որովհետև իրականում երևի թե առաջին մարդն էիք, որ նման հարց տվեցիք, լուր էին այդ հարցով, եւ մտածում եմ դե ստանդարտ գնում ենք, բայց քանի որ այդ հարցը դուք հնչեցիք, գաղտնիքները փակագծերը կբացեմ։ Այո։ Շուտով, նույնիսկ շքախում եմ։ Շատ նոր, այո, շատ նոր տեխնիկա կա, որ սենց ուղեղովս թուղթը գրիչով նկարել եմ ինչ պետքա լինի, ու ինչ տեսակի մազիկներ պետքա լինի դա։ Ու մենք արդեն սպասում ենք ճանապարհին է, նմուշը հենց հասնի տեղ, արդեն մոդելի վրա կանենք, ու եթե աշխատեց ստացա այն ինչ որ ես մտածում եմ, միանշանակ դա էլ կլինի արդեն շուկայում։ Կարծում շատ աղջիկներ ուրախացան, որ նոր տեսքով են ներկայանալու։ Այո, Սուսի ջան, անդրադառնանք նաև դասընթացներին, այ որքան ժամանակ է պահանջվում, որ ձեր աշակերտները դառնան նույնքան պրոֆեսիոնալ, որքան դուք կամ գոնե սովորեն տարական այսպես հիմքերը։ Դասընթացը բազային տևում է 7 օր, չնայած անհրաժեշտության դեպքում կարող են ավել գալ։ Բազային կուրսից հետո վարպետ ու լավ մասնագետ լինելու համար պետք է բազում անգամներ վերապատրաստվեն, որովհետև շատ աշակերտներ սովորում են բազային դասը ու մտածում են վերջ, բա ինչի որպես արագ չեն կանում, բա ինչի որպես այսպես չէ, դա ճանապարհ է, որ պետք է ցանկացած մասնագետ անցնի։ Եվ անդադ ժամանակակից տրենդերից հետ չմնալ, վերապատրաստվել, ինչպես դուք եք անում, ես մշտապես հետևում եմ իհարկե։ Միանշանակ, օրինակ տարի ա եղել, ես 5-6 անգամ դուրս եմ թռել վերապատրաստման ու եկել եմ։ Դրա համար պետք է շատ աշխատել։ Արդյոք դրանք իսկապես նորություններ են տալիս։ Այո, վերապատրաստումները։ Իհարկե, ամեն մասնագետից ինչ որ մի բան նոր սովորում ես։ Նույնիսկ մոտեցման փոխանակում նույնիսկ վստահ եմ նրանք էլ ձեզնից։ Այո, դա ուրիշ աշխարհ է, որ պետք է։ Flying is crashing, breaking is growing. Be emotional. I want to get back. Push down agenda. Հարգելի հեռուստադիտող, նշեմ, որ ես արդեն ձեզ ցուցադրեցի, թե ինչպիսի աչքերով է եկել Սուսի մոտ եւ որքան փոխվեց իմ հայացքը արդեն արված թարթիչներից եւ լամինացիա արված հոնքերից հետո։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ նա միաժամանակ կատարում է այս երկու հայացքը փոխող գործողությունները եւ իսկապես այդ երկուսը մեկում շատ էֆեկտիվ է ստացվում։ Ձեզ էլ խորհուրդ կտամ այս երկուսը միաժամանակ կատարել։ Սուսի, խոսենք նաեւ լամինացիայի մասին, այո, որքանով են դա վնասում, թե ավելի սնուցում մազարմատները, հոնքերը, թարթիչները։ Լամինացիան ինքը իրենով իրականում շատ գեղեցիկ ու շատ թրենդային է դարձել հիմա ու ցանկացած հաճախորդ ստաբիլ լիցքի հետ կատարում է լամինացիա։ Եթե նորից եմ ասում, նորից նյութ, նորից տեխնիկա, եթե լավ արվի, միանշանակ օրինակ ես ինքս իմ հոնքերը արդեն 5 տարի ավել լամինացիա եմ անում ամեն ամիս։ Ու ոնց տեսնում եք, որևէ վնասվածություն չկա։ Բացարձակ, չէ, այլ պետք է գրագետ աշխատել։ Իսկ դա նույնպես դուք եք մտածել այդ թարթիչների սերտաճեցման հետ զուգընթաց կատարել հոնքերի լամինացիա, որովհետև երկուսը մեկում այնքան ներդաշնակ է ստացվում։ Զուտ ժամանակը հաճախորդի խնայելու համար, որտեղ այսօր ամենաթանկարժան ժամանակն է, ու բոլորը այդ արագությունը սիրելով, որ ասում դա ժամանակ չի պահում, դրա համար պետք չի ժամ պահել։ Ես միասին վերջացնել եմ 40 րոպե։ Քան արագ։ Այո։ Խոսենք նաև ձեր առաջիկա պլանավորած դասընթացների մասին, միգուցե տեղյակ պահենք նաև մեր հեռուստադիտողին, ովքեր ուզում են այցելել ձեզ։ Ինձ մոտ հիմնականում լինում են անհատական դասընթացներ եւ տարվա մեջ 1, մաքսիմում 2 անգամ եմ հասցնում իմ գրաֆիկի հետ խմբային դասընթաց մեկնարկել։ Այս տարի լինելու է ընդամենը մեկը, որ լինելու է մեկնարկը հուլիսի 15-ին։ Ես սիրով սպասում եմ աղջիկներին, քանի հոգի կարող են ներառվել։ Ուրեմն մենք հիմնականում 20-ից ավել մասնակիցներ են լինում, բայց յուրաքանչյուր խումբ բաղկացած է լինում 4 աղջիկներից, որովհետեւ ավելի հեշտ ու մաչելի յուրացվի ու անհատական մոտեցում կարողանամ յուրաքանչյուրին մոտենալ։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ արդյունավետ հարցազրույցի համար, եթե ունեք մեր աղջիկներին որևէ խոսք ուղղելու կամ մեր կանանց, խնդրեմ։ Ես հիմա շատ ուրախ եմ, որ մեր հայ աղջիկները այսքան որ դպրոցը ավարտելուց հետո իրենք արդեն իրենց խնամքի մասին, իրենց գեղեցկության մասին մանրակրկիտ ամեն աչք ունք, ամեն ուշադրություն են դարձնում ու դա ողջունելի է։ Մենք էլ սիրով սպասում ենք բոլորին։
Շնորհակալ եմ Սուսի այս դրական հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար։ Կարծում եմ Սուսի Մանուկյանը այն եզակի աղջիկներից է կամ այն ընտրյալներից է, ովքեր կարողանում են ոգեշնչել մյուսներին եւ ինքնուրույն հարթել իրենց կյանքի ճանապարհը, փառահեղ ճանապարհը, որը օրինակ է շատերի համար, որը ոգևորիչ է եւ իհարկե նրան շնորհակալ ենք շատերին գեղեցիկ հայացք, գեղեցիկ դեմք հաղորդելու համար։ Այսքանը այսպեսին էր այսօրվա Medinform-ը, շարունակեք հետևել մեր թողարկումներին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Կհանդիպենք։